Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Ածխիկ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ Լիաննա Քոչարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար եւ այսօր մեր տաղավարում լինելու։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Անկեղծ ասած, այսօր հաղորդումը կազմակերպել եմ հիմնականում, որպեսզի խոսենք շաքարային դիաբետիկով դիաբետ ունեցող երեխաների գինեկոլոգիական խնդիրների մասին, որովհետև դա պահանջ էր հենց ծնողների կողմից։ Մի քանի անգամ իրենց հետ հաղորդումներ անելուց հասկացանք, որ թեմաներ կան, որոնց ծնողները ծանոթ չեն, թեմաներ կան եւ հարցեր կան, որ իրենց անհանգստացնում են, եւ դրա համար այսօր փորձում ենք ձեզ հետ այդ հարցերը քննարկել։ Շաքարային դիաբետով երեխաները, հատկապես աղջիկների գինեկոլոգիական ինչ խնդիրների են բախվում։ Շաքարային դիաբետը շատ արդիական երևույթ է իրենից ներկայացնում վիճակ, որը որ կարելի ասել հիվանդություն չի համարվում, այլ կենսակերպ է համարվում եւ մեր շրջապատում բավականին մեծ տարածվածություն ունի։ Ուստի շատ կարեւոր թեմա է, այնպես որ շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ նաեւ թեման կարեւորելու համար։ Առհասարակ շաքարային դիաբետով բնականաբար ունենում ենք նաեւ գինեկոլոգիական խնդիրներով պացիենտներ, հիմնականում լինում են բորբոքային բնույթի խնդիրներ, արտաքին սեռական օրգանների կամ հեշտոցի բորբոքումներ պայմանավորված մի շարք խնդիրներով, ինչպիսիք են շաքարային դիաբետի դեպքում մենք ունենք իմունիտետի ընկճում, որը որ բերում է տարբեր միկրոօրգանիզմների ախտաբանական մանրների աճի եւ զարգացման, մեկ այլ դեպքում էլ կարող է հենց մեզում պայմանավորված եւ շաքարի արկայությունը եւ գլյուկոզայի արկայությունը եւ նաեւ կետոնային մարմինների արկայությունը նպաստեն, որպեսզի տարաբնույթ խնդիրներ առաջանան, հենց միզուկի հարակից շրջաններում, հենց բնականաբար ամենաառաջին թիրախը համարվում է արտաքին սեռական օրգանները եւ հեշտոցը։ Շաքարային դիաբետը բացի բորբոքային պրոցեսներից նաեւ բերում է մի շարք էնդոկրին խնդիրների առաջացման, ինչպիսիք են կոնկրետ գինեկոլոգիական խնդիրներից դիտվում են ամենահաճախը տարաբնույթ կիստաների առաջացում փոքր կոնքում, ավելի հաճախ նաեւ ձվարաններում եւ արգանդային անոմալ արյունահոսություններ են դիտվում շաքարային դիաբետի դեպքում։ Առհասարակ վերջերս բոլոր կոնֆերանսներում մեծ նշանակություն է տրվում շաքարային դիաբետին եւ այնտեղ հատուկ շեշտվում է, որ բարձր ռիսկ կա շաքարային դիաբետ եւ արգանդային անոմալ արյունահոսություններ համախմբում, այսպես ասած, միքսը, որոնց դեպքում դիտվում է օրիորդի մոտ, երբ սկսվում է առաջին դաշտանը կամ ցանկացած դաշտանային ցիկլ կարող է սկսվել ու այլևս 2-3 ամիս շարունակ չավարտվի։ Այս դեպքում շատ կարևոր է չավարտվի եւ հետո նորից չլինի, որովհետեւ ծնողները ինձ նաեւ գրել են այդ մասին, ես հարցը ձեզ կուղեմ, այնպես որ այդ հարցը արդեն առաջացել է։ Դե քանի որ շաքարային առհասարակ մարդիկ կարծում են շաքարային դիաբետը միայն ենթաստամոքսային գեղձի խնդիր է, հատկապես ովքեր բժշկական որևէ կրթություն կամ այսպես ասած ոչ մի գրականություն չեն հետևում, բայց շաքարային դիաբետի դեպքում ամբողջ օրգանիզմն է վերաձևափոխվում եւ բնականաբար այս դեպքում մեծ նշանակություն ունի հիպերինսուլինեմիան եւ ինսուլինարեզիստենտականությունը, որը որ բերում է ձվարանային ֆունկցիայի խանգարման, բնականաբար արդեն մի շարք խնդիրների առաջացման։ Այսինքն անկանոն է դառնում դաշտանային ցիկլը եւ դրանից երեխաները ավելի ինչպես է վիճակը, ներվային համակարգի խանգարում։ Միանշանակ անկանոն է դառնում դաշտանային ցիկլը, դա բերում է երեխաների հյուծման, առհասարակ նյարդային եւ էնդոկրին համակարգերի խանգարումների տարաբնույթ եւ բնականաբար հոգեբանական մի շարք խնդիրների, այսպես կարծես արատավոր օղակ է առաջանում, մի կողմից էնդոկրին խանգարումները, մյուս դեպքում առողջական խնդիրները, երրորդ դեպքում արդեն ունենք արյունահոսություն, այս պարագայում ունենում ենք ցածր հեմոգլոբին կապված խնդիրներ եւ այս բոլորի արդյունքում ունենում ենք բնականաբար խնդիրների ել ավելի ակնառու դրսևորում եւ նաեւ հետագայում բարդություններն են բավականին արտահայտված լինում։ Հորմոնալ անհավասարակշռությունը ձևավորվում է այստեղ։ Միանշանակ, այո, շատ մեծ նշանակություն ունի հենց հորմոնալ անհավասարակշռությունը, առհասարակ ներկայումս ի տարբերություն 20-ական թվականների բժշկության, հիմա բժշկությունը առաջ է գնում եւ բնականաբար մեծ նշանակություն ունի եւ ինսուլինանման աճի գործոնը եւ սեռական հորմոն կապող գլոբուլինների արկայությունը, որոնք որ միանշանակ ազդում են, որոնք տուժում են շաքարային դիաբետի դեպքում եւ բնականաբար
պարագայում ունենում ենք մի շարք խնդիրներ, ինչպիսիք են եւ անձվազատական դաշտանային ցիկլերը, որը որ բերում է ձեր նշված երկար ձգձգված դաշտանի, այնուհետեւ կարող է դաշտանային ցիկլը ավարտվի, բայց ամիսներ շարունակ կամ նույնիսկ տարի, 2 տարի օրիորդը դաշտանային ցիկլ չտեսնի, ու արդյունքում ունենում ենք նաեւ էնդոկրին տարբեր շեղումներ, սկսած նաեւ հենց տղամարդու հորմոնների բարձր քանակի աճ են դիտվում, որը որ բերում են նորից ձվանային ֆունկցիայի խաթարման։ Այսինքն կարելի ասել, որ շաքարային դիաբետը եզակի ախտաբանական վիճակներից է, որ կարելի ասել այսպես անընդհատ, անդադար ինքը հղի է մի շարք խնդիրների առաջացումով եւ այդ խնդիրների արդյունքում նորից առաջանում են բարդություններ։ Ծնողը, որը ինձ գրել էր, որպեսզի այս հարցը ուղղեմ ձեզ, աղջիկը հիմա 18 տարեկան է, դաշտան չի տեսնում, եթե դեղորայք չի օգտագործում։ Եթե դեղորայք է օգտագործում, նշանակել է բժշկայի դեղորայքը, նա կարող է դա օգտագործել եւ անպայման իր մոտ այդ դաշտանային ցիկլը սկսվում է։ Ընդ որում երեխայի մոտ այս տատանումները հիմնականում պայմանավորվում են ներվային համակարգի հետ, ջղային է, ինչ որ անհանգիստ է, այդպիսի ինչ որ բան կա։ Միանշանակ այո կա, քանի որ դաշտանային ցիկլի միջոցով օրիորդները իրենք կարծում են, եթե կանոնավոր ցիկլ են տեսնում, բնականաբար արդեն իրենք լիարժեք իրենց առողջ են համարում եւ հակառակը դաշտանային ցիկլի ուշացման հետ մեկտեղ բարձրանում է նաեւ նյարդային խանգարումների եւ հոգեբանական խանգարումների բարձր ռիսկը եւ արդյունքում մենք ունենում ենք վիճակ, երբ երեխան իրեն համարում է անհուսալի, կարելի ասել, ոչ լիարժեք, կարծում է, որ ինչ որ առողջական լուրջ խնդիր ունի, արդյունքում մշտապես ունենում ենք հոգեբանական եւ հոգեբանական, քանի որ դեղորայք կա 3 ամիս խմել է, դրանից հետո հրաժարվել է խմել, դեղորայք կա, որ 1 տարի խմել է, հիմա հրաժարվել է խմել եւ հիմա ծնողի մոտ հետեւյալ հարցն է, այսինքն եթե երեխան պետք է դեղով այդ ցիկլը իր մոտ սկսվի, նշանակում է ամբողջ կյանքում պետք է դեղորայք օգտագործի։ Այն կարևորագույն հարցերից մեկը տվեցիք, իհարկե բանավոր, առանց միայն այս ամենը լսելու, առանց իմանալու երեխայի սոնոգրաֆիկ տվյալները, առանց ուսումնասիրելու երեխայի արտաքին տեսքը, կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները եւ չիմանալով հորմոնալ ստատուսը, այս հարցին պատասխանել բնականաբար չի լինի։ Պարտադիր է հասկանալ ինչպիսի հորմոնալ շեղումներ կան, թե չկան, ունենք անեմիա, թե չունենք, շաքարային դիաբետը ինչպիսի մակարդակի, ինչ թվերի վրա է գտնվում, ինսուլինը ինչպիսի թվերի վրա է գտնվում, առհասարակ երեխան իհարկե եթե որոշակի քաշի խնդիր ունի, այս բոլորի համադրությամբ երեխայի կանգատները լսելով, այստեղ կարևոր է նաև երեխայի արտաքին տեսքը, զոլերի արկայություն ունենք թե չունենք, կարևոր է մազակալում ունենք թե չունենք, այս բոլորի համադրությամբ նոր հստակ հնարավոր կլինի պարզել կոնկրետ ինչպիսի բուժում է անհրաժեշտ եւ ինչպիսի տևողությամբ է պետք բուժել։ Եթե մենք ասում ենք դաշտանային ցիկլի խանգարում, բոլորը կարծում են թե միայն դրանք վերաբերում են ձվաներին եւ արգանդին, բայց շատ կարևոր է դաշտանային ցիկլի կարգավորման համար առաջին ասպեկտներից մեկը դա կալցիումի փոխանակությունը եւ ոսկրերում կալցիումի ու արյան մեջ կալցիումի ճիշտ հավասարակշռության պահպանումը։ Եթե չունենք երկարատև դաշտանային ցիկլ, այսինքն բացակայում է դաշտանը, բնականաբար կալցիումի փոխանակությունը ամբողջ օրգանիզմում խանգարվում է։ Այս դեպքում տուժում է նաեւ վիտամին D-ի փոխանակությունը եւ նաեւ այլ հորմոնների շեղումները ու նաեւ վիտամինների ու արդյունքում ունենում ենք ոսկրային խտության տարաբնույթ փոփոխություններ, բնականաբար խտության նվազում է դիտվում եւ հետագայում հնարավոր է նաեւ կոտրվածքների առաջացում, այսպես ֆիզիոլոգիական եւ ախտաբանական եւ արդյունքում ել ավելի վիճակի վատթարացում։ Ուստի իմ հորդորը, որ եթե ունենք դաշտանային ցիկլի խանգարումներ, հատկապես շաքարային դիաբետի դեպքում, այս դեպքում մեծ նշանակություն պետք է տալ անպայման դաշտանային ցիկլի վերականգնմանը եւ բնականաբար վերականգնելով դաշտանային ցիկլը արդեն մեր օրգանիզմում նաեւ կալցիում դեղորայքի միջոցով պարտադիր եւ ինքնուրույն սեփական, ասենք նախաձեռնությամբ չպետք է հրաժարվել այդ դեղորայքից, պարտադիր պետք է կապի մեջ լինել։ Այստեղ նաեւ կարեւոր է, որ եթե ունենք շաքարային դիաբետ, մենք հնարավոր է նաեւ այլ էնդոկրին խանգարումներ ունենանք, ինչպիսիք են վահանաձև քեղձի շեղումները, պրոլակտինի հետ կապված շեղումներ եւ նմանատիպ այլ շեղումներ։ Ուստի անպայման պետք է հանրագումար ունենալ հորմոնալ վիճակի ու այնուհետեւ նոր մտածել, թե ինչպիսի բուժում առաջարկվի տվյալ օրիորդին եւ բնականաբար նաեւ շատ կարեւոր է, որ երեխան գիտակից լինի, թե ինչի համար է դեղորայքը ընդունում եւ այդ դեղորայքը իրեն ինչպիսի արդյունավետություն պետք է ապահովել։ Ընդ որում դեղորայքները Metformin, Ciafor, այո, Yarina plus այս դեղորայքների մասին է խոսքը։ Ես հիմա չեմ ուզենա անդրադառնալ դեղորայքներին։ Ընդ որում մեր մայրիկը, որ զանգահարել է երեխային, հենց այս դեղերն է նշանակած եղել եւ որից հետո փաստորեն որքան հասկացա, երեխան ինքն էլ է հիասթափել իր այդ անկանոն իրավիճակից, մայրն էլ եւ ըստ երևույթին մենք ձեր հեռախոսահամարը այստեղից կփոխանցենք մեր ծնողներին, որովհետեւ իրենց համար շատ կարեւոր է ավելի գիտակից, որակյալ մասնագետի հետ աշխատելը։
Սիրով պատրաստեմ, նաև on-line հարթակում էլ կարող են իրենք ուղղակի իմ հետ կապնվել, այդպես ուղարկել իրենց հետազոտման արդյունքները, արդեն հետագայում թե ինչ է անհրաժեշտ կախված իրենց հետազոտման արդյունքներից։ Այստեղ շատ կուզենամ նաև անդրադառնալ հոգեբանական ասպեկտի վրա, հաճախ եմ ես ասում, որ իմ կաբինետում ես աշխատում եմ 1 դրույք մանկական գինեկոլոգ, 2 դրույքով հոգեբան, քանի որ շատ կարևոր է, որ երեխան գիտակցի, թե դեղորայքը կոնկրետ ինչի համար է ինքը կիրառում եւ իմանա դեղորայքի դրական ու բացասական կողմերը, իմանա նաև ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ դեղորայքի հետևանքով եւ նաև ինքը պատրաստ լինի որպես պատասխանատու մարդ ճիշտ ձևով վերաբերվի իր դեղորայքային բուժմանը։ Եթե արդյունքում ունենանք բժիշկ, պացիենտ, առողջ հարաբերություններ եւ այստեղ նաև մեծ կարեւորություն է տրվում մայրիկի ճիշտ ներգրավվածության ամբողջ բուժման process-ում, բնականաբար կունենանք նաև լիարժեք process-ի վերահսկում ու նաև դաշտանային ցիկլի վերականգնում։ Որ դեպքում պետք է դիմեն բժշկի ցավեր ունենալու դեպքում, թե ցիկլի խանգարումների, երբ է սկսվում այս ամենը եւ արդյոք շաքարային դիաբետ ունեցող երեխաների մոտ սովորական օրիորդիկների մոտ եթե սկսվում է 12, 13 կամ 11, իրենց մոտ ինչ որ տարիքային այդ շեղումը լինում է, թե կապ չունի։ Նորից կարևորագույն հարցերից մեկը տվեցիք, առհասարակ որևէ այդպիսի ստատիստիկա չկա, որ շաքարային դիաբետի դեպքում այս մի պաթոլոգիան կամ մյուս ավելի ամեն դեպքում արյան հետ է կապված շաքարի միանշանակ, այո, ուզում եմ ասեմ, որ շատ հաճախ հենց մանկական գինեկոլոգիայի կաբինետում է հայտնաբերվում շաքարային դիաբետը, ոնց է դա տեղի ունենում, եթե երեխան պացիենտը դիմում է տարբեր արտադրությամբ, բորբոքային process-ով, ցավ, փոքր կոնքում եւ այլն, որոնք որ պարբերական բնույթ են կրում եւ ոչ մի ձևով հնարավոր չի լինում կանխել process-ը կամ process-ի դրական դինամիկան շատ ավելի դանդաղ է, քան սպասվելիքը, այս պարագայում միանշանակ պետք է պարտադիր երեխային ուղղորդվի եւ էնդոկրինոլոգի եւ նաեւ նեյրոէնդոկրինոլոգիական հետազոտությունների։ Առհասարակ բորբոքային process-ների դեպքում մշտապես իմ կաբինետում պացիենտը գտնվելով, երբ որ մայրիկին ասում եմ անպայման որոշում ենք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մեզի ընդհանուր, զարմանում են, թե ինչ կապ պետք է ունենա գինեկոլոգիական խնդիրները շաքարային դիաբետի հետ կամ իմ երեխային ինչի եք հիմիկվանից այսպես ասած պիտակավորում, որ միգուցե շաքարային դիաբետի հետ կապված ինչ-որ խնդիրներ լինի, այստեղ ուզում եմ ասեմ, որ ավելի լավ է մեկ անգամ հանձնել անալիզը, վստահ լինել, որ իրենց երեխան առողջ է, քան այդ թանկ կարևորագույն ժամանակը բաց թողնել, հետագայում ավելի մեծ խնդիրների ու բարդությունների առաջ կանգնել։ Իսկ որ տարիքից պետք է հաճախեն մանկական գինեկոլոգին։ Մանկական գինեկոլոգի ամբողջ աշխարհում ընդունված կարգն է, առաջին այցը պետք է լինի նորածնային շրջանում, այնուհետև մանկական տարիքում, այո, մինչև 3 տարեկանը կան երկրներ, որտեղ որ առողջության թերթիկը վերցնելուց, որ պարտադիր պետք է ներկայացնել մանկապարտեզ, նոր այցելել մանկապարտեզ, անպայման իրենց մոտ պետք է լինի մանկական գինեկոլոգի կոնսուլտացիա, խորհրդատվություն ու այնուհետև նոր երեխան թույլատրվում է այցելել մանկապարտեզ։ Իհարկե դա Հայաստանում չի վերաբերվում ի ուրախություն մեզ մասնագետներից ասեմ, որ բավականին առաջադեմ են դարձել մեր երիտասարդ մայրիկները եւ գանգատի դեպքում միանշանակ ավելի արագ են դիմում, ավելի շուտ են կողնորոշվում եւ ժամանակին դիմելով բժշկի բնականաբար կանխում են, ինչպես արդեն ասեցի, մի շարք խնդիրների առաջացմանը։ Առաջին այցերից կարևորագույնը նաեւ նախադպրոցական տարիքում այցնեք, գոնե 6 տարեկանում պետք է այցելի երեխան մանկական գինեկոլոգի, որպեսզի ինքը իմանա իր տարիքային առանձնահատկությունների մասին, իմանա տղա աղջիկ փոխհարաբերությունների, առանձնահատկությունների ու նաև տարբերությունների մասին։ Շատ կարևոր է նաև նախադաշտանային շրջանում երեխային ճիշտ պատրաստել առաջին դաշտանին, ինչպես կրի միջադիրներ, ինչպեսի հաճախականությամբ փոխվի, ինչպես իր հիգիենան ճիշտ ձևով ապահովի, որպեսզի հետագայում տարբեր խնդիրներից այդպես խուսափի։ Մայրիկների վիճակ են այդ ամենի մասին երեխային այնպես ներկայացնելու, որ նա ճիշտ հասկանա, հաշվի առնելով համացանց, նրա հնարավորությունները։ Երեխաներ կա, որոնց հետ արդեն անիմաստ է խոսելը, որովհետև արդեն իրենք այդ գիտելիքներին տիրապետում են, բայց երբեմն էլ ծնողներ կան, որ սխալ են մոտեցումները կամ մանկավարժները դպրոցում, ով պետք է դրանով զբաղվի, որտեղ ամեն դեպքում երեխայի հետ հոգեբանական process է կատարվում, որտեղ դա ոչ նորմալ երևույթ, այսպես ասած, իր վազքի հետ, իր խաղալու փոխվում է կյանքի որակը այդ մի քանի օրերի ընթացքում։ Միանշանակ նաև ասեմ, որ տեղեկատվության մեծ այսպես հոսքի ու նաև մեր կյանքում հորմոնալ տարբեր նյութերի արկայության հաշվին մենք ունենք աքսելերացիա, այսինքն նաև սպասվող դաշտն էլ ավելի շուտ է հիմա լինում ի տարբերություն նախորդ սերունդների եւ բնականաբար այո մայրը պետք է լինի հենց համար առաջին զրուցակիցը երեխայի հետ, որի միջոցով լիարժեք ինֆորմացիա ստանա երեխան իր
օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններից սկսած կրծքագեղձերի մեծացում, ցալքի եւ անոթափոսերի մեծացում, միանգամից հասակի բարձրացում, եւ երեխան պետք է լինի այդ տեղյակ այդ փոփոխություններին, նաեւ պատրաստ պետք է լինի բոլոր առումներով ու նաեւ ինչպես արդեն ասեցի, ինտիմ հիգիենային լիարժեք տիրապետի։ Հիմա բավականին մեծացել է եւ համացանցի դերը մեր կյանքում եւ բացի դրանից նաեւ տարբեր հարթակներով հենց բժիշկները իրենք են մաքսիմալ, այսպես ասած, ավելի հասանելի երեխաների համար եւ դեռահասների համար եւ բացի դրանից նաեւ ծնողների համար։ Եթե ժամանակին ընդամենը մեկ այցի միջոցով էին այս ամեն ինչը հնարավոր լինում կենտրոնացնել եւ իմանալ իրենց առանձնահատկությունները, հիմա հենց նույն դեռահասների, նույնի էջերում բավականին մեծ դեռահասների խումբ կա, ովքեր իրենք առանց մայրիկի տեղեկության կամ առանց որևէ բանի իրենք իրենց գանգատներն են գրում, իմանում են թե այդ գանգատները ինչի հետևանք կարող է լինել կամ ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել եւ իրենք են ստիպում իրենց ծնողներին, որպեսզի անպայման ծնողը երեխայի հետ դիմի բժշկի։ Այս առումով համացանցի դերը շատ կարեւորում եմ, իհարկե, բայց ամեն ինչ պետք է լինի վերահսկողության շրջանակում։ Բայց ամեն դեպքում պետք է իմանալ, որ բժշկին լսել։ Միանշանակ, այո, այս թեմայի շուրջ չեմ ուզենա շատ այսպես տարածվել, որովհետև իրականում կարող է նաև որոշակի ինչ-որ սխալ լինի տեղեկատվությունը, բայց կարևորը որ վստահելի աղբյուրներից իրենք օգտվեն, նույն ցանկացած հարթակում է այդ աղբյուրները բավականին այսպես մեծ տոկոս կազմում ու շատ դժվար է լինում որն է ճիշտը, որը սխալը, այդ տարբերակումը հենց երեխան արդեն կարողանա կազմակերպել։ Ուստի նաև կարևորում է մայրիկի առհասարակ ծնողի վերահսկողությունը այս բառը։ Բժշկուհի որտեղ է տարբերությունը, ենթադրենք դաշտանը լինում է դիաբետիկ երեխայի մոտ եւ երեխա, որը չունի։ Որտեղ է այստեղ տարբերությունը այդ երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու։ Դիաբետիկների դեպքում բնականաբար կունենանք բորբոքային պրոցեսների բարձր եղանակ, ավելի արագ կլինի, դա իմունային համակարգի հետ է կապված։ Իմուն համակարգի եւ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի եւ ինսուլինի փոխանակության հետ կապված խնդիրներով պայմանավորված, ուստի այստեղ նաև հենց մայրիկի աչալրջությունը պետք է լինի։ Հիմա ինքս էլ եմ հետևում տարբեր դիաբետիկ երեխաների ու նաև իրենց մայրիկների, տեսնում եմ, որ բավականին իրանք գրագետ են դարձել, ինքնակրթվում են, այո, մեծ ճիշտ գրագետ ինֆորմացիա ունեն, շատ հաճախ իրենք են հուշում, թե ինչպիսի հետազոտություններ կատարի բժիշկը։ Դա շատ ուրախալի է, իհարկե լավ չի, որ ունենք հատկապես առաջնային շաքարային դիաբետի բավականին մեծ քանակ, բայց ամեն դեպքում դա իրենից կենսակերպ է ներկայացնում, շատ ավելի կարևոր է, որ ճիշտ գրագետ ինֆորմացիա ունենան, իմանան ինչպիսի սնունդ պետք է օգտագործեն, ինչպիսի կալորիաներով, ինչ քանակությամբ ոնց ինչ եւ ամեն ինչի իրանք պատրաստ լինեն, քան հետագայում չիմանալու արդյունքում ինչ-որ խնդրի առաջ բախվեն։ Իսկ ծնողը երբ պետք է անհանգստանա եւ դիմի, եթե երեխա մինչեւ քանի տարեկան առաջին դաշտանային ցիկլ իր մոտ չի սկսվում։ Նորից կարևորագույն հարցերից մեկը տվեցիք, առհասարակ ամբողջ աշխարհում ընդունված է, որ մինչեւ 16 տարեկանը առաջին դաշտանը լինելը համարվում է իդեալական նորմա, բայց այստեղ մի հատ կարևորագույն բայց կա, հաճախ նաեւ այս հարցին են ուղղում, որ երեխան 14 կամ 15 տարեկան ու դեռ դաշտան չունի։ Այս դեպքում ինչ անենք, հանգիստ սպասենք, թե ինչ որ հետազոտություններ անենք, իմ համար կարևոր է ավելի շուտ կանխարգելումը, քան հետո արդեն եղած խնդիրը բուժելը, ուստի ես կհորդորեմ ցանկացած տարիքում ամենակարևորը գոնե տարին մեկ անգամ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա կատարեն, վստահ լինեն, որ փոքր կոնքում չունեն որևէ ծավալային գոյացություններ, ձվաները լիարժեք ձևավորված են ըստ տարիքի, արգանդը եւ արգանդի լորձաթաղանթը լիարժեք ձևավորված են, նոր արդյունքում սպասել հանգիստ ու վստահ լինել, որ որևէ խնդիր չկա։ Եթե որևէ խնդիր հայտնաբերվի հենց սոնոգրաֆիկ հետազոտման արդյունքներում, արդեն կուղորդվի եւ մանկական գինեկոլոգի եւ մանկական էնդոկրինոլոգի կնշանակվի նաեւ համապատասխան հետազոտություններ ընդլայնված կարգով, եթե կարիքը լինի։ Իսկ եթե սոնոգրաֆիկ եւ մանկաբույժը տեսնում է, որ տարիքին համապատասխան հասունացումը ընթանում է, ունենք երկրորդային ձևավորման բոլոր հատկանիշները, դրանք ըստ տարիքի, ըստ ժամկետի եւ ըստ ժամանակացույցի ճիշտ հաջորդականությամբ են ընթանում, այս պարագայում արդեն ուղղակի սպասում ենք, ուրիշ ոչինչ պետք չի անել։ Այդ տարիքի օրորդիկների մոտ այդ մազակալման խնդիրն է առաջանում։ Ինքնուրույն են այդ ամենը իրենք վերացնում, թե նորից դիմում են բժշկի։ Այստեղ հիմա կուզենամ նաև շեշտել կոսմետոլոգների որում մամաները հիմա կոսմետոլոգներ են իրենց աղջիկներին շատ արագ հղկում են, շտկում են եւ մշտապես ես ասում եմ դուք շտկում եք իրենց արտաքին տեսքը, այս ամեն ինչը անում եք կոսմետիկ նպատակով, բայց շատ կարեւոր է որ ներքին օրգաններում իրենք որևէ խնդիր չունենան ու հետագայում ոչ մի Այսինքն դա ազդակ է որ օրգանիզմում կա ինչ-որ խնդիր, եթե ունենք ավելորդ մազակալում, ատիպիկ տեղակայման քաշը ավելանում է երեխաների
պետք է շատ ուշադիր ժամանակին լինել։ պետք է դիմել բժշկին, միանշանակ, այո։ Եվ երևի թե այստեղ պետք է ասենք, որ մայրիկը պետք է ավելի շատ ընկերություն անի իր աղջկա հետ, որպեսզի այդ գանգատների մասին ավելի շուտ իմանա եւ չպետք է մեկը մյուսից ամաչեն։ Միանշանակ, այո։ Որտեղ մեր պայմաններում մենք խոսեցինք հիմնականում աղջիկների օրորթիկների մասին, իսկ տղաների մոտ ինչ խնդիրներ կարող են լինել։ Տղաների մոտ էլ բավականին նորից խնդիրներ կարող են առաջանալ։ Մենք ունենք բավականին մասնագիտացված մանկական ուրոլոգիայի բաժանմունքներ տարբեր մանկական հիվանդանոցներում։ Հաճախ նաև ինձ հարց են տալիս, որ տղա երեխայի դեպքում ինչ անենք ոնց։ Այս պարագայում շատ կարևոր է, որ ամեն մասնագետ զբաղվի կոնկրետ իր մասնագիտությամբ եւ իր սպասարկումը իրականացնի հենց իր մասնագիտության շրջանակում, ուստի կհորդորեմ, եթե ունեն տղա երեխաների հետ կապված տարբեր խնդիրներ, հարցեր կամ ինչ որ այսպես որևէ ախտաբանական վիճակ են կասկածում կամ նկատում են գանգատներ, պարտադիր դիմեն մանկական ուրոլոգների։ Հիմա քանի որ այսօր մենք մեր հաղորդումը հիմնականում շաքարային դիաբետիկով երեխաների համար ենք կազմակերպել, ինչից պետք է զգուշանամ, ինչ տեսնելու դեպքում թեկուզ իրենց օրգանիզմի հետ փոփոխություն կամ իրենց տրամադրության, իրենց առողջական, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեմ, որ անմիջապես մայրիկին ահազանգեմ, որ իրենց մոտ խնդիր կա։ Որ կտրուկ քաշի փոփոխություն է երեխայի մոտ դիտվում, սկսում է երեխայի բերանը հաճախակի չորանալ, շրթունքները հաճախակի չորանալ, արդյունքում նաև երեկոյան ժամերին հատկապես հաճախ են սկսում հեղուկներ օգտագործել ջրի տեսքով բնականաբար եւ նաև միզելու հետ կապված գանգատներ են առաջանում, այս պարագայում պարտադիր գոնե դիմեն տեղամասային մանկաբույժի եւ արդեն տեղամասային մանկաբույժը գանգատները լսելով ճիշտ ուղղորդում իրենց կցուցաբերի։ Ինչպես խուսափել շաքարային դիաբետից։ Կարևորագույնը, որ մաքսիմալ քիչ լինի սինթետիկ շաքարների մուտքը օրգանիզմ, այսինքն տարբեր տեսակի գունավոր, այսպես ասած, քաղցրեղենից, առհասարակ քաղցրեղենից մաքսիմալ հեռու լինեն երեխաները եւ նաեւ գազավորված ըմպելիքներից ու բնական հյութերից խմելուց էլ խմեն միայն տանը պատրաստված վստահ լինելով, որ իրենք որևէ գլյուկոզա կամ շաքարային մաս չեն պարունակում, դրանով իսկ կանխում ենք հետագայում շաքարային դիաբետի մաքսիմալ, այսպես ասած, ձևավորմանը։ Առհասարակ շաքարային դիաբետը ինքը բավականին ուսումնասիրված թեմա իրենից ներկայացնում եւ բնականաբար ներկայումս ինչպես արդեն ասացի, դա իրանից հիվանդություն չի ներկայացնում, այլ կենսակերպ է, ուստի այդպիսի մարդիկ երջանիկ են, իրենք ունակ են երջանիկ լինելու, երջանկացնելու նաեւ իր կողակցին, այնպես որ պետք չի վախենալ հիվանդությունից, այլ պետք է նայել բաց աչքերով, գնահատել իրավիճակը եւ ճիշտ ու համապատասխան ու գրագետ ամեն ինչ կազմակերպել հետագայում մի շարք բարդություններից խուսափելու համար։ Այստեղ ուզում եմ կարևորեմ, որ այդպիսի մարդիկ ամուսնանում են, ունեն լիարժեք սեռական կյանք, ունեն առողջ սերունդ, այնպես որ ամեն ինչ հաղթահարելի է, միայն ժամանակին ու ճշգրիտ դիմելով բժշկին իրենք կխուսափեն շատ խնդիրների առաջացումից։ Այսինքն եթե ամփոփենք այս ամենը փոքր տարիքում, եթե տեր կանգնենք այդ խնդիրներին, ավելի մեծ տարիքում արդեն այդ խնդիրները, որտեղ ինչքան մեծանում ես դու, մեծանում է նաև խնդիրը։ Այդ խնդիրները չեն լինի։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի բժշկուհի, որից հետո շարունակենք եւ ավարտենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տուկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Jackpot-ի Glendale-ի հասցեն է 11:35 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ Լիաննա Քոչարյանը։ Բժշկուի փաստորեն մենք խոսեցինք երեխաների մասին, օրորտիկների մասին, տղաների եւ հիմնականում շաքարային դիաբետիկով երեխաների ինչից պետք է զգուշանալ, որ դեպքում պետք է մայրիկին անհանգստացնել, որ դեպքում պետք է մայրիկը անհանգստանա բժշկի մոտ գա։ Այս ամենի մասին մենք խոսեցինք։ Հիմա քանի որ արդեն դպրոցը սկսվել է, երեխաները հաճախում են դպրոց, եղանակների տատանումներ են լինում։ Այս իրավիճակում ինչին պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի կողքից կողմնակի մեկ այլ հիվանդություն էլ թեկուզ այդ օրգանների հետ կապված չունենա երեխաները։ Առհասարակ շատ կարևոր է սեռահասունացման շրջանում, ցանկացած տարիքում ճիշտ քնի ռեժիմի ապահովումը։ Երբեմն կան երեխաներ, որ ցերեկը քնում են ու այնուհետև 2-ին 3-ին նոր քնում են ու չեն կարողանում լիարժեք խորը քունը ապահովել ու արդյունքում 7-ին արթնանում են նորից դպրոց գնալու։ Դրա համար հորդորում եմ մայրիկներին, որ մաքսիմալ ժամանակին ճիշտ քնի ռեժիմը կազմակերպեն, երեխան դասից գա տուն, որոշակի ժամանակ ունենա հանգստանալու, հանգստից հետո զբաղվի իր դասերով ու այնուհետև նաև որոշակի հանգստանա ու նոր արդեն քնի ռեժիմը ապահովեն։ Այստեղ կարևոր է նաև ճիշտ սննդի ընտրությունը, որ պետք է լինի լիարժեք, առողջ, կալորիաներով, որոշակի սահմանափակումներով սնունդ, բայց վիտամիններով հարուստ, աստղաջրերով հարուստ այնպիսի սնունդ, որ մեր սպիտակուցային բալանսը նաև ապահովի, հետագայում կանոնավոր եւ նորմալ դաշտանային ցիկլը ապահովելու համար։ Կարևոր է նաև հեռախոսներից որոշակի խուսափելը։ Ինքս էլ դեռահասների մայրիկ եմ եւ տեսնում եմ ինչ է կատարվում համացանցում, առհասարակ հեռախոսների մեջ տարբեր չաթեր են բացում, խմբեր, այստեղ շատ մեծ նշանակություն ունի, որ առանց դատավորի կեցվածքի մայրը այս ամեն ինչին վերաբերվի։ Ես շեշտեցի մայրը, բայց նույն process-ին նաև ծնողներից երկուսն էլ պետք է մասնակցեն, եւ մայրիկը եւ հայրիկը բնականաբար, ու առանց մեղադրանքի, առանց բանի, ուղղակի որոշակի ժամային գրաֆիկ սահմանեն ու մաքսիմալ կառավարելի լինի, թե ինչ գրաֆիկով են իրենք մտնում հեռախոս, ինչպես են օգտվում եւ կոնկրետ ինչ նյութեր են նայում, ինչպիսի չաթերում են իրենք լինում, որպեսզի կառավարելի լինի իրենց տեղեկատվության հոսքը։ Մեծ նշանակություն ունի նաև ճիշտ հիգիենայի հետևումը, կարևոր է մաքուր բամբակյա ներքնազգեստերի կրումը։ Հիմա շատ կիրառելի է տոպիկներ, տարբեր այսպես բաց շորերի կիրառումը, որոնք որ նաև որոշակի դպրոցներ կան, որ այսպես աչք են փակում կարելի ասել կամ բան, բայց շատ կարևոր է որ փորիկը երեխայի լինի տաք ու ոտքերը որ հետագայում որևէ խնդիր մենք չունենա։ Դա պապենական հին տատիկներից եկող չէ, որ միանշանակ, այո, երբեմն գալիս են ու ասում են մրսել է կամ ինչ-որ մի բան ձմեռված ցուրտ եղանակին ու տեսնում ենք որ բացարձակ ոչինչ չեն հագել, ընդհանրապես մի հատ բարակ բլուզ ու դրանով գնում են դասի, անձրևին եւ այլն, բնականաբար այս դեպքում մենք լիքը խնդիրներ կունենանք։ Այսինքն իմունիտետի ճիշտ ձևավորումը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրների առաջացումից։ Այս կարևորում եմ նաեւ տարբեր ընկերուհիների հետ շփումների ժամանակ որոշակի նաեւ մեծահասակ իրենց հետ լինի կամ ինչ որ ձևով մեծահասակը տեղյակ լինի թեմաներից, որովհետեւ այստեղ
մեծ նշանակություն ունի, եթե ընկերուհին գնացել է մազահեռացման տարբեր ինչ-որ մեթոդների, որոնք ոչ ճիշտ չեն իրենցից ներկայացնում, ռեալ չեն եւ այս տարիքում պետք չի, բնականաբար արդեն դա արատավոր օղակի նման ամբողջ դասարանները նույն մեթոդին դիմում, հետագայում ունենում ենք լիքը խնդիրներ, ուստի կհորդորեմ ամեն ինչ քննարկել եւ մայրիկի հետ, այսինքն եւ դեռահասը կարողանա ճիշտ ձևով ներկայացնել խնդիրը մայրիկին եւ մայրիկը որևէ բան բաց չթողնի աչալուր լինի, որ հետագայում ճիշտ ձևով մենք մտնենք մեծ կյանք։ Եվ սպորտի մասին խոսենք, կա սպորտը կապ ունի այս ամենի հետ։ Այո, միանշանակ հիմա հավաքվում են բակում խաղալու ու ինքս էլ բակ իջնելուց տեսնում եմ, որ բոլորը հեռախոսի մեջ են։ Դրա փոխարեն մեր ժամանակ կային շատ գեղեցիկ խաղեր, ինչպիսիք էին գործնագործը, տարբեր էսպես որ հիմա չթվարկեմ, այդ խաղերը շատ մեծ նշանակություն ունեն։ Առհասարակ մեր մանկությունը շատ է տարբերվում ներկայիս մանկությունից ու որոշակի պետք է մոտեցնենք մեր մանկությանը, որպեսզի իրենք առողջ լինեն։ Քանի որ երբ ենք ունենում քաշի ավելցուկ, եթե ունենք ընդունած սնունդի կալորիաների միջոցով էլ ավելի մեծ քանակ, քան ծախսածը, բնականաբար պետք է որոշակի մեծացնենք հենց ծախսը, որ հետագայում մենք ունենանք ճիշտ ու առողջ կեցվածք։ Եվ բժշկուհի, եթե հնարավոր է ձեր կոնտակտները թողնենք մեր տաղավարից, այստեղից ծնողների իմանան, որովհետև հարցեր կան, որ անմիջապես իրենք ձեզ հետ կքննարկեն, եթե հարմար եք գտնում, կարող եք ձեր հեռախոսահամարը այստեղից հնչեցնել եւ ասենք, որ դուք աշխատում եք Աստղիկ բժշկական կենտրոնում, եթե ուզում են գտնել ձեզ, թե որտեղ հեռախոսահամար կասեք։ Իհարկե 094 02 98 98, նույն համարը 095 02 98 98, ինձ եւ Facebook-յան եւ Instagram-յան հարթակներով էլ կարող են գտնել։ Ընդ որում ասեմ, որ բժշկուհին բավականին ակտիվ է, այնպես որ կարող եք անհանգստացնել եւ ձեր հարցերին հաստատ կպատասխանի։ Սիրով իմ համար անհանգստություն չի, առհասարակ հարթակը ստեղծվել է միմիայն բավականին գրագետ եւ առողջ ինֆորմացիա տարածելու, նաեւ հեռահար որոշակի ինֆորմացիայով եւ օգնելու եւ որոշակի տեղեկատվություն ծնողներին տրամադրելու նաեւ պացիենտներին։ Ուզում եմ ասեմ, որ մանկական գինեկոլոգիան Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացված է միայն քաղաք Երևանում, այդ առումով ցավոք մենք չունենք շրջաններում։ Որոնք մայրիկները բողոքում են, այո, մարզերում չկա մանկական էնդոկրինոլոգ, մանկական գինեկոլոգ եւ այսպես բազմաթիվ են մասնագիտությունները, հենց հարթակը դրա համար է ստեղծված, որ մաքսիմալ ինֆորմատիվ լինի եւ հարթակի միջոցով հնարավոր լինի թեկուզ մեկ պացիենտի ինչ որ ձևով մեղմացնել եւ կանգատները կամ առհասարակ բուժումը իրականացնել։ Եվ վերջին հարցը բժշկուհի վիրահատություններ, երբ է այս միջամտությունը իրականացվում։ Մանկական գինեկոլոգիայում բավականին հաճախ են վիրահատական միջամտությունների դիմում, այո, երբ ունենք փոքր կնքում տարաբնույթ կիստաներ, որոնք որ անհապաղ վիրաբուժական բուժման անհրաժեշտություն ունեն, այդպիսի դեպքերից են օրինակ ձվանի ապոպլեքսիան, ուռուցքի ոտիկի ոլորումը, հնարավոր է նաև ձվանի արագ պատրումը, ու այս պարագայում ներքին արյունահոսության եւ սուր որովայնի գանգատներով բնականաբար անհապաղ միջամտություն է իրականացվում։ Ունենք նաև այլ սուր որովայնի այլ տարբերակներ, հիմա չեմ ուզում միանգամից ասեմ, որ մայրիկները էլ ավելի չկենտրոնանան, չվախենան, այո, բայց մանկական գինեկոլոգիայում բավականին տարածված են հենց վիրահատական միջամտությունները, օրինակ ունենք կուսաթաղանթի ատրեզիա հասկացողությունը, դա իրենց ներկայացնում է վիճակ, երբ չկա կուսաթաղանթի անցք իծն է եւ այս դեպքում դաշտանային ցիկլը սկսվում է, բայց ելք չունի որպես այդպեսին, արյունը դուրս արտաքին միջավայրը դուրս գալու ելք չունի, այս դեպքում մի քանի ամիս շարունակ երեխան նույն ժամանակահատվածում նշում է ցավեր եւ արյունը կուտակվելով ցավային համախտանիշը ավելի է մեծանում եւ արդեն ունենում ենք սուր ցավային վիճակ, այս դեպքում կատարում է խաչաձև կտրվածք եւ ստեղծում է արհեստական անցք, որի միջոցով արդեն ապահովում է արտաքին աշխարհի հետ շփումը հեշտոցի եւ արյան արտահոսքը եւ մի քանի րոպեների ընթացքում տեսնում ենք, թե երեխայի վիճակը ինչպես է արագ վերականգնվում։ Բացի դրանից ունենք նաեւ տարբեր արատներ, զարգացման արատներ, ինչպիսիք են հեշտոցի բացակայությունը, արգանդի ձվանների բացակայությունը, իրենք շատ բարդ են, կարող եք մեկ անգամ հաղորդում պատասխանել։ Մենք առանձին հաղորդում կանենք, ես ինչու այս հարց ուղղեցի ձեզ, ուզում եմ հիմա հասկանալ շաքարային դիաբետ ունեցող երեխաների հետ, եթե Աստված ոչ անի հասնեն վիրահատության, ինչպես է լուծվում նրանց խնդիրները։ Միանշանակ արդեն էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, մանկական գինեկոլոգ կապի մեջ են լինում, կարգավորելով նորմալ ցուցանիշների բերելով գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, երբ որ արդեն ցուցում է լինում, հնարավոր է լինում կատարել փոքր կոնքում վիրահատություններ, կատարվում է։ Բժշկուհի, երևի թե այսօր այսքանով ավարտենք մեր հաղորդումը, մի քանի հարցերի անդրադարձանք, կարծում եմ էլի կհանդիպենք եւ
թեմա առ թեմա կքննարկենք եւ այստեղից դուք խորհուրդները կտաք, եթե կարիք կլինի, ձեզ կզանգահարեն ծնողները։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօրվա հաղորդման համար։ Ես էլ եմ շնորհակալ, այսպես ակտուալ թեմաներին անդրադառնալու համար, շատ կարևոր են այս թեմաները։ Եվ ձեր անունից ասեմ եւս մեկ անգամ, հարգելի ծնողներ, եթե ձեր երեխաները ունեն գինեկոլոգիական խնդիրներ, կարող եք զանգահարել բժշկուհի Հելիանա Քոչարյանին, ով միշտ ակտիվ է թե սոցիալական ցանցերում եւ պատրաստական է լսելու ձեզ եւ պատասխանելու ձեր հարցերին։ Այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։